Շատ լավ, շատ լավ։ Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Շատ լավ, շատ լավ։ Ժորժ ջան, ես հիմա տրենք կատարել, ասենք ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չբարձրենք, հա։ Հանգիստ։ Մի փագի։ Ասենք կալուգացի օլիգարխը ամեն տեղ 200,000 դրամից բանից տալիս ա գրում ա, եկեք ընդհատել։ Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկանների եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս ա, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրենց գործին։ Ինչ որ ասել է, ինչ որ ասել է Ղարաբաղի թեմայով, Բանի թեմայով, Անդու Ուր եք տանում։ Հա, բա ինչի եք, մարդը մարդային։ Ես իք պահաժնեմ տենում։ Ինչ էիք Իմ երեխու տարեց վարեց ազատ ջուկում։ Թողեք երկու բան խոսամ, էլի դա հանգստացեք։ Եմետ հանգիստ եք, ինչ նա։ Ախպեր, Ասեք։ ախպեր ես իմ երեխու 18 տարի պայեցի, ճամպեցի բալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վարեց, թեյրը մարդիկ վարեցին։ Ազատ ջուղում զիվորական կացարանում։ Բոլորս ցավում ենք, խնդիր չկա, բայց հիմա հանգստանում ես։ Հիմա Պապիկնեք, ինչասնեք Հələ մի հատ պատասխան թող տա։ Ինչի ինք ելավ, առավոտ գիշեր հանասա, որ մի բաժակ կոֆեի բանով բենզին լսին վարեցին։ Ինքը սուտ է ասում, դադարալու քանյակը պահակել եք, որ կա ցուզմուկ տա, չի գալիս։ Ինք մեզ են տունես տնողներին։ Այդ հանգստացի։ Փոխարինը քիչ առաջ ասում է որ գումարով գալիս են այսպես եւ մեղադրեց ասում է Ախպերից ով ասում ես Արամ Մանուկյանի պապիկն եմ տղեկ։ Թողեք մի հատ խոսանք էլի Ո՞վ առանց։ է ձեզ ուղարկել, ինքը ասում է, որ ինչ-որ մարդ Ոչ մեկ ես եմ իմացել եկել, ես բան էի գալիս։ Ես հələ Սուրենի հետ, այդ Սուրենի հետն եմ ուզում հանդիպեմ։ Լավ եմ ճանաչում Սուրենին։ Թողեք մենք առանցին մի հատ խոսանք դուք կանեք էլի կնկարեք։ Դուք ով եք, ներեցեք, ով Ես եք։ Աջոլ Գրիգորյան։ Ինչպես։ Դուք Ոստիկանության աշխատող։ Տիկին Ավանեսյան, ինչ կարեցեք, որ մեկուսացրին, իրեն հեռացրին, ինչու։ Սա իրավաչափ եք համարում։ Ոչինչ չունեմ ասելու, դուք տեսնում եք ինչ է կատարվում, ես առաջարկում եմ, որպեսզի դուք ձեր աշխատանքը անեք, մենք էլ մասնակցենք մեր հանրահավաքին։